Բարև, այսօր իմ հյուրն է Նանոր պարային համույթի գեղարվեստական ղեկավար Նանոր Կասարչյանը։ Ողջույն Նանոր։ Ողջույն Աբետ ջան։ Ինչպե՞ս ես։ Լավ, դու ինչպե՞ս ես։ Լավ, շնորհակալություն։ Այ այսպիսի տաղանդավոր աղջիկ, որը որ Գերմանիայում է եւ զբաղվում է պարային գործունեությամբ, շատ ողջունելու է եւ անձամբ ինձ համար շատ հետաքրքիր է թե դու ինչպես ես կարողացել այս կարճ ժամանակում այստեղ լինելով հասնել հաջողությամբ։ Մենք գիտենք, որ դու արդեն համերգային ներկայացումներով ես հանդես գալի քո խմբի հետ, ամփոփելով կպատմես այդ ամենի մասին, մեզ շատ հետաքրքիր է եւ այսպիսով իմ առաջի հարցը սկսենք նրանից, թե ինչն է նպաստել, որ դու Գերմանիա ես եկել, որտեղից ես եկել, պատմիր մի քիչ այդ մասին։ Նախ շատ շնորհակալ եմ կոմպլիմենտի համար, լավ խոսքերի համար։ Դե սկսեմ երևի սկզբից, ամեն մեկը այստեղ Գերմանիայում շատ-շատերը երևի գիտեն կամ ասենք շատերը եւ չգիտեն, որ ես սիրիահայ եմ, այսինքն ծնվել եմ, մեծացել եմ Սիրիայում, Հալեբ քաղաքում։ Իմ կյանքի 20 տարիները ես ապրել եմ, անցկացրել եմ Սիրիայում, Հայաշատ Հալեբ քաղաքում, մեր համայնքը շատ մեծ էր, ինչ եմ անցյալով ասում, մեծ էր դե քանակության թվի քչության երևի պատճառով, մենք երևի ավելի շատ կրկնապատիկ կամ բազմապատիկ էինք, ես չեմ կարող ասել կոնկրետ տոկոսը։ Գաղթել են։ Այո, գաղթել են դե պատերազմի պատճառով, բայց մեր համայնքը միշտ շատ ուժեղ եւ շատ աստեցիկ համայնքա, բայց ինչը որ ներկա պահից էլի ինքը շարունակում է իր գործունեությունը, եղել է ու կա միշտ էլ։ Բայց ուղղակի մենակ թվով դե արտաքաղթեցին շատերը գնացին Հայաստան, Լիբանան, իսկ դու ինչու հենց Գերմանիա ես։ Եվրոպա, այո։ Ճիշտ ասած, ճիշտը որ ասեմ, ես չէի ուզում Գերմանիա։ Իմ սրտով չէր Գերմանիա գալը, բայց քանի որ իմ պապան տարիներ շարունակ գործով եկել է, այսինքն Գերմանիա էր գալիս ու գնում էր, այսինքն գալիս գնում էր, այդ պատճառով ինքը ուներ վիզում ու այդ վիզումի պատճառով մենք արդեն իմ ընտանիքի իմ ծնողները որոշեցին, որ պետք է մենք երևի ստեղ այդ պատերազմի պատճառով ստեղ տեղափոխվենք։ Դե ամենահարմար տարբերակն էր տենց ասած, այսինքն ոչ թե որ մենք մտածված եկել ենք այստեղ, այլ տենց ստացվեց։ Կարևորը որ դու այստեղ գտել ես այն ինչ որ դու միշտ ցանկացել ես, զբաղվում ես քո սիրած գործով, որը շատ ողջունելի է, դա բոլորին չի տրված ասեմ իմանաս, բայց շատ կարևոր է որ դու կարողացել ես եւ կարողանում ես զբաղվել քո սիրած գործով։ Այլ ասա, խնդրեմ, ինչքան ժամանակ է դու զբաղվում ես պարարվեստով եւ ինչ պարային խմբերում ես ելույթ ունեցել կամ աշխատել, պատմի մի երկու բառով։ Դե իմ պարային տարիները ես ամենասկզբում պարել եմ իհարկե Հալեբում, մեր մոտ կար Շուշի մանկապատանեկան պարախումբ համազգայինի ու ինչը որ մինչև 15 տարեկան էր ու դրանից հետո 16+ արդեն գնում էին համազգային Սարդարապատ պարախումբ, որը գալիս էին բարոցույցներ Հայաստանից, իրենք պայմանակիր էին անում, դե նայած ամեն մեկ բարոցույցի հետ, մեկը մի տարի, մեկը 2 տարի, 3 տարի եւ այլն, տենց շարունակ անընդհատ փոխվում էր 2 տարով, 3 տարով եւ այլն, բայց վերջի 2000, եթե չեմ սխալվում, 12 կամ 13-ը արդեն պատերազմի մեջ էինք եւ մեկ բարոցույցը որ եկել էր Հայաստանից ուղարկեցին հետ, դե բնականաբար պատերազմի պատճառով ու մենք չկարողացանք ելույթ տալ, բայց դրանից հետո 2014 թվականին իրենք որոշեցին, որ պիտի անպայման մենք այդ ելույթը տանք, ուրեմն վերցրեցին նախկինում պարողներից, ովքեր որ պարել են Սարդարապատ պարախումբում, իրենք արդեն այսինքն լավ հասուն մարդիկ էին ու իրենք փորձեցին ղեկավարել ու դե բեմադրել այդ ամեն ինչը ու շատ լավ ստացվեց, ասեմ, որ մենք ելույթը տվեցինք 2014-ին այդ ելույթը իմ ամենավերջի ելույթը եղավ, որ ես այնտեղ բեմում բարեցի, շատ
հուզվում եմ, որ հիշում եմ այդ ամեն ինչը, որովհետև մենք փորձերի էինք ամեն անգամ ու դրսում ռմբակոծում էին։ Այո, ու այդ ամեն ինչը շատ տենց ուղակի իմ հուշերում ինքը տենց դաջված կա ունեցել, ասեմ, ու ամենատպավորիչ ելույթն էր։ Ես էլ այդ տարին սոլո ունեի, մենապար ունեի, որ շատ տպավորիչ էր բոլորին։ Իսկ դենց հետ կապ պահում ես քո խմբի երեխաների իմ խմբի ընկերների հետ, ասեմ որ ոչ միշտ, բայց կապը կա, ասեմ որ իմ հարսանիքին ես ուզեցել էի որ ես բեմադրեմ իմ պարը ու ես ամենաճիշտ տարբերակը գտա որ իմ ընկերները լինեն իմ պարեն իմ հետ մասնակցեն իմ բեմադրության մեջ, քանի որ եթե ինչ-որ մեկին ասեի, հաստատ ուրիշ մեկի բեմադրություններ լինելու, դրա համար ես ուզեցի, որ իմ ընկերները իմ հետ մասնակցեն ու մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք միասին փորձերի եւ այնպես էլ շատ լավ ստացվեց։ Շատ հաճելի։ Այո։ Ու իսկ այստեղ ասեմ, որ ես արդեն մի ամսից կլինի 10 տարի, որ ես Գերմանիայում եմ ու 9 տարի է, որ ես դասավանդում եմ ու այդ ամեն ինչը սկսվել է հայ համայնքից ինձանից նախորդ բարուսույցը Դիգին Գոհարը հարգանքներս ուրեմն ինչ որ բաժարներով ուզում էր թողնել ու ինձ առաջարկեցին ինչ որ մի հատ միջոցառման ես ինքս ինձ բեմադրել էի ինչ որ բար ու բարեցի ու դենց երևի աչք ընկա ու ինձ դրանից հետո ինձ առաջարկեցին որ ես լինեմ համայնքում դասավանդեմ, բար դասավանդեմ, ես մեծ սիրով համաձայնվեցի ու արդեն այդտեղից սկսվեց, այո, 9 տարի առաջ, 9 տարի է, որ ես արդեն կամաց ես ուզում էի ամեն ինչ անել, որպեսզի կարողանամ այս երկրում շատ դժվար է Գերմանիայում, ոչ մեկ չի կարող պատկերացնել, նույնիսկ այս մենահամերգը որ լինում է ասեմ որ շատ դժվարություններով է լինում, բայց ամեն ինչ անելու եմ, որպեսզի մենք կարողանանք պատվով այդ ամեն ինչը հաղթահարել։ Աստված առաջ, ես վստահ եմ քո ուժերի եւ քո խմբի վրա, որ դուք կարող եք ինչ-որ մեծ բաներ անել եւ հասնել, քանի որ ես ձեր փորձերը տեսել եմ արդեն եւ վստահ եմ, որ անպայման ամեն ինչ լավ տեղի կունենա, Աստված առաջ։ Ինչպես գիտեմ, նանոր պարային համույթում ապրում են ոչ միայն երեխաներ, այլ նաեւ 14-ից 20 տարեկան պատանիներ եւ չափահասներ։ Ասա խնդրեմ, ինչպես ես դու կարողանում այդպիսի մեծ խումբ հավաքել եւ ինչու՞ չէ նաեւ շատացնել, որովհետեւ ես գիտեմ շատ ընտանիքներում ցանկություն կա իրենց երեխաներին քո մոտ բարի ուղարկել, պատմիր ինչպես ես դու կարողանում այդ երեխաներին պահել այդպես։ Ուրեմն այստեղ ես որ սկսել եմ փոքրերու գրուպայից եմ սկսել եւ նաեւ եղել են 12-13 տարեկան երեխաներ, բայց 12-13-ից բարձր չէին եղել ամենասկզբում, որովհետեւ այստեղ մի հատ ինչ որ կարծրատիպ կար, դե ընտանիքների մեջ որ երեխան եթե 14 տարեկան եղավ, աղջիկը, ուրեմն ինքը չի կարող բարի, այո, չի կարող բարել, ես չէի հասկանում ինչի, բայց կան այդպիսի ծնողներ, որ արգելում են 14-ից բարձր աղջիկ երեխաները բարեն, բայց ես կուզենայի բոլորը իմանան, որ բարը արվեստ է։ Ես ամենասկզբում ունեցել եմ փոքր խումբ եւ 12-13 տարեկան երեխաներ, ավելի շատ աղջիկներն էին ապրում, տղաներ ունեի, բայց փոքր երեխաներ էին ապրում, այստեղ տղաներ Հայաստանում էլ այդպես ես գիտեմ, որ տղաները շատ քիչ են հաճախում ապրի։ Դա մեզ հայերից բնորոշ Ես չգիտեմ ինչի ամաչում են կամ երևի մտածում են դե տղա են չի կարելի ապրել, բայց ասեմ որ տղաների պարն էլ իր տեղն ունի ու շատ կցանկանայի որ
տղաներ ունենայի ավելի շատ, ունեմ երկուսը, բայց կցանկանայի, որ ավելի շատ տղաներ ունենայի, որպեսզի կարողանայի այն տղայական բեմադրություններ անեի, որովհետև շատ եմ ուզում, բայց չեմ կարողանում, ափսոս, օրինակ Բերտ բառը առանց տղա չի լինի։ Իսկ աղջիկների պահով այնպեսի մի կարծրատիպ կա այստեղ Գերմանիայում, ճիշտ ասած իմ համար էլ մի քիչ, չգիտեմ, չէի հասկանում, բայց այդպես էր, որ 14 տարեկանից բարձր աղջիկները չի լինի պարեն, ընտանիքների մեջ կար, որ իրանք ծնողները արգելում էին, ծնողները ասած ավելի շատ երևի հայրերը, որ աղջիկ երեխաները 14-ից բարձր չպարեն, իհարկե իմ համար մի քիչ անհասկանալի է, բոլորի դիրքորոշումը ես հարգում եմ իհարկե, բայց ուզում եմ իմանամ, որ բառը արվեստ է եւ ուրիշ ոչ մի, չգիտեմ, եւ առաջի արվեստը ասկասի աշխարհում։ Ուրիշ ոչ մի, չգիտեմ, ուրիշ ոչ մի բանի հետ չի ուզում կապեին իրենք։ Ինչպես որ ես մինչև հիմա պարում եմ եւ Փառք Աստծո իմ ոչ պապան, ոչ ամուսինը երբեք դեմ չեն եղել, միշտ հասկանալով եմ մոտեցել այդ ամեն ինչին ու շատ շնորհակալ եմ Աստծուց դրա համար։ Կուզենա այդ կարծրատիպը ես կոտրեի, որ ինչ որ չափով ստացվեց մոտս։ Երևի ոնց եմ կարողանում պահել, ասեմ որ շատ դժվար է այստեղ պահելը, որովհետև այստեղ նախ Հայաստանի նման չի, որ կարողանում են ամեն օր ծնողները իրենց աշխատանքը թողած կամ չգիտեմ հերվից բերեն փորձերի, շատ դժվար է լինում, ասեմ, մենք ունենում ենք խնդիրներ, բայց Փառք Աստծո արդեն հարթվել են այդ ամեն ինչը կամաց չի ասի, որ Հայաստանի նման կլինի կամ մեր Սիրիա մենք ոնց որ պարում էինք, այդպես չի ու չի կարող է լինել այստեղ, բայց ես այդ ամեն ինչին հասկանալով եմ մոտենում ու այդ ամեն ինչը հասկանալով ես փորձում եմ ճիշտ ճանապարհը գտնել, որպեսզի կարողանամ պահեմ։ Դե մեկ էլ երևի իմ բնավորությունից է, երևի երեխաները ավելի շատ կասեն, ավելի շատ ես ընկերական եմ շփվում երեխաների հետ, ես փորձում եմ իրենց տարիքին լինեմ իրենց հետ։ Իրենք նույնիսկ զարմանում են, եթե իմ տարիքը ես ասում եմ, իրենք զարմացել են, որ ես այս տարիքի եմ, բայց ես շփվում եմ իրենց հետ իրենց տարիքին։ Նույնիսկ փոքր երեխաների հետ այդպես, հիմա ասեմ, որ այս վերջի շրջանին, որ մեր մենահամերգն է, ավելի շատ մի քիչ խստացել եմ, մի քիչ ուրիշ ձևով եմ, որովհետև դե ամեն ինչ լրջանում է շատ ավելի ու կարծում եմ, որ պիտի այդ խստությունն էլ մի քիչ լինի, չեմ ասում, որ միշտ, բայց դե բահար-բահ պետք է որ լինի, մեկ առ մեկ։ Դենց որ այնպես որ ես երևի այդ ընկերական միջավայրով մենք որովհետև շատ լավ ժամանակ ենք անցկացնում մեր բարի փորձերի ժամանակ, նույնիսկ մեր փորձերից դուրս, այսինքն փորձերից դուրս ասելով էլի մեր փորձերի տաղապարում, բայց մեկ առ մեկ ես ազատ եմ թողնում երեխեքին, ես էլ եմ ինձ ազատ թողնում, իրենց հետ մի քիչ գժական երևի բահեր ենք անցկացնում միասին, դե փորձում եմ, որ այդ ամեն ինչը լավ ու տենց առողջ միջավայր լինի։ Ես վստահ եմ դա տեսնում են եւ գնահատում են ոչ միայն երեխաները, այլ նաեւ ծնողները։ Այն ծնողները միգուցե ովքեր որ ասում են 14-ից հետո չպետք է աղջիկը, չգիտեմ, բարի գնա, երևի վստահության հարց է ինչ որտեղ եղել, բայց արդեն դու ունես վստահություն, դու իրական շատ մեծ գործ ես անում ու վստահ եմ նույն ծնողները եւ երեխաները իրանք էլ են դա հասկանում ու գնահատում։ Այո, ես էլ եմ կարծում, որ արդեն հասկացել են ծնողները։ Տենց որ մենք կարողանում ենք առաջ գնանք եւ ես մտածում եմ, որ իմ խումբը երևի մոտակա տարիներին ավելի շատ կմեծանա, չեմ կարող վստահ ասել, բայց կարծում եմ, որ կլինի այդ ամեն ինչը ժամանակի
ժամանակապահանջվում։ Աստված տա, որ ել ավելի մեծանամ, ել ավելի բարգավաճի եւ ել ավելի մեծ տաղավարներում ելույթ ունենաք։ Հույսով եմ։ Եղել են մարդիկ կամ կան միգուցե քո շրջապատում, ովքեր որ փորձել են քեզ խանգարել կամ ցեխ նետել, որպեսզի քիչ հաջողության ունենաս կամ փորձեն ինչ-որ բանով խանգարել քեզ։ Այլ ինչպես ես դու նման մարդկանց հետ վարվում, ինձ հետաքրքիր է, դիմակայում ես թե ասում ես, ինչ խոսում են, այլ մի երկու բառով պատմի։ Ես որ ասենք այս ասպարեզ մտա, ես հովոր չէի այդպիսի բաների, բայց հետագայում արդեն եղան մի քանի դեպք, ինչը որ հիմա նորմալ եմ այդ ամեն ինչը ընկալում, ամենասկզբում առաջի պահերը ես մի քիչ սենց ասած նեղվում էի երևի, որովհետև սովոր չէի, բայց հետո ես հասկացա մի բան, ես հասկացա եթե մարդ ինչի է խանգարում կամ փորձում խանգարել կամ փորձում ինչ-որ հետևից խփել եւ այլն կամ այն մարդուն ով որ ինքը արդեն հաջողության ճանապարհին է կամ հաջողվել է կամ ինքը գայացել է ու ես հասկացա որ եթե մարդ կա որ ինձ փորձում է խանգարել ուրեմն իմ համար ի ուրախություն ինձ ես արդեն հասել եմ այդ կետին որ ես արդեն հաջողակ մարդ եմ դառնում ու այդ փաստը ինձ մի կողմից ուրախացնում է ասեմ որ ես այնպիսի բնավորություն ունեմ որ ես չեմ նայում իմ կողքերը ես ուղակի իմ ուղիղ ճանապարհը նայում եմ ես ինչ եմ ուզում մի կետ եմ դնում ու այդ կետը քայլում եմ ու չեմ նայում իմ կողքերը եղել են խանգարողներ փորձել են նաև ինձ դուրս պահեն այս ամեն ինչից բայց իհարկե չի հաջողվել որովհետև ես շատ ավելի խելացիորեն եմ մոտեցել ամեն ինչին ու ավելի լռելով եմ արել այդ ամեն ինչը, այսինքն ամեն ինչ չէ որ պիտի կանգնես, դիմադրես, ինչ որ մեկին կորաս, կորկրաս կամ չգիտեմ, կռվես, վիճես իր հետ, չէ, ես հերվից եմ այդ ամեն ինչը արել ու ես կարծում եմ որ այդ ամեն ինչը ես կարողացել եմ հաջող անել, քանի որ ես ունեմ հիմա իմ թիմը, ունեմ բավականին աշակերտներ եւ ես կարողանում եմ կայացնել, իրականացնել իմ երազանքներից նպատակներից մեկը, որը որ մեր մենահամերգն է, որը որ ես այսքան երկար տարիներ երազել եմ դրա մասին ու կարողանում եմ այսօր ես այդ ամեն ինչը իրականացնել։ Ես կարծում եմ մնացած ամեն ինչը երկրորդական է եւ ինձ չի հետաքրքրում ոչ մի բան։ Ես ուղղակի իմ գործն անում եմ նայելով առաջ։ Ես գիտեմ, որ դուք շուտով ելույթ եք ունենալու, ունեք մենահամերգ Համբուրգում։ Ինձ հետաքրքիր է մոտ ապագայում ունեք համերգային ծրագրեր Եվրոպայի ուրիշ քաղաքներում, ինչու՞ չէ միգուցե Եվրոպայից դուրս, միգուցե նաև մեր հայրենիքում Հայաստանում համերգային ծրագիր, պատմիր մի երկու բառով, եթե գաղտնիք չէ։ Ուրեմն ասեմ, որ իմ գլխում կան ծրագրեր, ինչ որ պլաններ կան, բայց ճիշտը որ ասեմ, չեմ ուզում բաղագծերը բացեմ ամեն ինչի, որովհետև ես ավելի շատ սիրում եմ գործով ապացուցեմ, քան թե ավելի շատ խոսեմ, որովհետև մեկ առ մեկ, եթե խոսում ես, կարողա չի ստացվում կամ չի լինում, բայց ավելի ճիշտ կլինի, որ ես դրանք գործեմ ու դուք հետևեք այդ ամեն ինչին։ Կուզենայի, ասեմ, իհարկե, իմ նպատակն է, որպեսզի մենք կարողանանք շրջակայենք, բայց Աստված առաջ։ Աստված առաջ։ Այո։
հաջողություն եմ ցանկանում ձեր բռնած գործին, մեծ գործ եք անում եւ ուրախացնում եք ոչ միայն մեզ, վստահ եմ նաեւ հայրենիքում, մեր հայրենիքում շատ ուրախ են, որ տեսնում են Եվրոպայում բարձրացնում են մեր դրոշը, մեր հայկական պարերն են ապարում եւ ելույթ են ունենում ուրիշ քաղաքում։ Կցանկանայինք հաջորդ անգամ ձեզ տեսնել մեր հայրենիքում, մեծ բեմերում հանդես գալուց։ Շնորհակալություն։ Խնդրեմ սիրով։ Շնորհակալ եմ Նահաբեկ ջան քեզ հարցազրույցի համար։ Քեզ էլ նորանոր հաջողություններ եմ մաղթում։ Շնորհակալ եմ, ես եմ շնորհակալ մեր տաղավար հաճախելու համար։ Շնորհակալություն։ Խնդրեմ սիրով։